Քոչարյանների ապօրինի գույքի բռնագանցման գործընթացը, քաղաքական խոստումից դեպի իրավական գործընթաց։ Տարիներ շարունակ Հայաստանի քաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեմաներից մեկը եղել է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ենթադրյալ ապօրինի հարստացումը։ Դեռ 2018-2019 թվականներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային ելույթներում բազմիցս խոսում էր Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի կողմից կուտակված միլիարդների մասին, խոստանալով դրանք վերադարձնել պետությանը կոպեկ առ կոպեկ։ Այսօր այդ քաղաքական հռետորաբանությունը վերածվել է կոնկրետ իրավական գործողությունների, եւ մենք տեսնում ենք գլխավոր դատախազության պաշտոնական պահանջները, հիմնված 2020 թվականին ընդունված օրենքի վրա։ Գործի ժամանակագրությունը եւ դատախազական հրավերը։ Թեև Քոչարյանների գույքի ուսումնասիրությունը սկսվել էր դեռևս 2020 թվականին, գործընթացը նոր թափ ստացավ վերջերս։ Հուլիսի 13 Հակակոռուպցիոն դատարանը որոշում կայացրեց կալանք դնել ընտանիքի ակտիվների վրա, ինչը բացառում է դրանց վաճառքը կամ օտարումը։ Օգոստոս 1 դատախազությունը պաշտոնապես հրավիրեց ընտանիքի անդամներին ծանոթանալու գործի նյութերին։ Ծանուցումներ են ստացել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև նրա կինը, դուստրը, որդիները, հարսերն ու փեսան։ Ինչ է պահանջում պետությունը։ Թվեր եւ փաստեր։ Գլխավոր դատախազության ներկայացրած ցանկը տպավորիչ է եւ ներառում է ահռելի միջոցներ։ Ֆինանսական միջոցներ։ Պահանջվում է բռնագանձել ավելի քան 80 միլիոն ԱՄՆ դոլար։ Անշարժ գույք։ Կալանքի տակ է մոտ 20 միավոր անշարժ գույք, որոնց մեծ մասը գտնվում է Երևանի կենտրոնում։ Բիզնես մասնակցություն։ Գործընթացը ներառում է բաժնեմասեր այնպիսի խոշոր ընկերություններում, ինչպիսիք են Toyota Երևանը, Orange Fitness-ը, Nairi Insurance-ը, Կոնգրես հյուրանոցը եւ Play City ժամանցի կենտրոնը։ Պաշտպանական կողմի դիրքորոշումը։ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա ընտանիքը կտրականապես հերքում են մեղադրանքները։ Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ իրեն վերագրվող միլիարդներն անհեթեթություն են, իսկ իր պաշտոնավարման օրոք տեղի ունեցած խոշոր սեփականաշնորհումները, օրինակ Քաջարանի կոմբինատը, որևէ կապ չունեն իր անձնական շահերի հետ։ Լևոն Քոչարյանը չի հերքում, որ իրենք ապահոված մարդիկ են, բայց մարտահրավեր է նետում իշխանություններին, ապացուցելու, թե հատկապես որ գույքն է ձեռք բերվել պետությունից կոպեկներով կամ ապօրինի ճանապարհով։ Ավելի լայն համատեքստ. ովքեր են թիրախում։ Այս գործընթացը միայն Քոչարյանների մասին չէ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի շրջանակներում ուսումնասիրվում են նաև այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվները, այդ թվում Սերժ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի, Հովիկ Աբրահամյանի եւ այլոց։ Վերջաբան, ինչի սպասել։ Սա Հայաստանի պատմության մեջ աննախադեպ իրավական գործընթաց է։ Մի կողմից սա դիտվում է որպես արդարության վերականգնում, մյուս կողմից հարցեր է առաջացնում երկրի ներդրումային միջավայրի եւ քաղաքական կայունության վերաբերյալ։ Դատական նիստերը դեռ առջևում են, եւ այս իրավական պատմությունը նոր է սկսվում։ Գաղտնի փաստաթուղթ։ ՌԴ-ն փորձում է ազդել ՀՀ-ում ընտրության վրա։ Շվեդական Blank Spot-ի բացահայտումը։ Ռուսական ծագուման փաստաթուղթը վերնագրված է 2026 թվականի հակափաշինյանական ուղղությամբ աշխատանքի ծրագիր։ Գաղտնի այս փաստաթուղթը բացահայտել է շվեդական լրատվամիջոցը։ Պարբերական նահազանգում է, որ Հայաստանի կառավարության դեմ այս արշավն իրականացվում է բավականին համակարգված ձևով։ Ինչ գործիքներ են նախատեսում կիրառել իշխանության վարկանիշը նվազեցնելու եւ հասարակական կարծիքի վրա ազդելու համար, ներկայացվող տեսանյութում։ Կոնֆիդենցիալ փաստաթուղթ։ Ռուսաստանը փորձում է ազդել Հայաստանում ընտրությունների վրա։ Բացահայտումը շվեդական Blank Spot-ինն է։ Կայքը ռուսական ծագուման փաստաթուղթ է գաղտնազերծել 2026 թվականի հակափաշինյանական ուղղությամբ աշխատանքի ծրագիր վերնագրով, որում նախանշվում են ինչպես ռուսական կողմի ընդհանուր նպատակները, այնպես էլ կոնկրետ մեթոդները։ Ըստ փաստաթղթի, Ռուսաստանը ծրագրում է նվազեցնել Հայաստանի իշխանության վարկանիշը։ Ի թիվս այլնի, նշվում է, որ հիմնական նպատակն է ընտրություններին ընդառաջ կասկածի տակ դնել անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությունը։ Նաև նկարագրվում է, ինչ ջանքեր են գործադրվում հունիսի 7-ի խորհրդարանի ընտրությունից առաջ Հայաստանի կառավարության ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ։ Մեկ այլ նպատակ է կանխել Փաշինյանի քաղաքական կերպարի բարելավումը կամ արդիականացումը։
Այնուամենայնիվ, փաստաթղթում չի նշվում, թե ընդդիմադիր որ կուսակցությունն է Ռուսաստանը նախընտրում քաղաքացիական պայմանագիր կուսակցության փոխարեն, սակայն նկարագրվում են այն գործիքները, որոնք պետք է կիրառվեն հասարակական կարծիքի վրա ազդելու համար։ Առաջարկությունների ցանկում է սոցիալական ցանցերում ավելացնել Ռուսաստանամետ նարատիվները, դրանք 2025 թվականի համեմատությամբ օրական 1 միլիոն դիտումից հասցնելով մինչև 3 միլիոնի։ Փաստաթղթի համաձայն ռուսամետ հարթակներում կարծիք ձևավորողների թիվը 15-ից պետք է հասցվի մոտ 40-ի։ Նրանցից առավել ակտիվները պետք է ներառվեն ընդդիմադիր կուսակցությունների ցուցակներում։ Նաև նախատեսվում է սոցիալական ցանցերում իշխող ուժի դեմ ֆեյքերի արշավներ անցկացնել։ Blank Spot-ը կարողացել է ստուգել փաստաթղթի իսկությունը և ծագումը, սակայն հնարավոր չի եղել որոշել, թե մինչ օրս որքանով է ռազմավարությունը կյանքի կոչվել։ Սակայն փաստաթղթում ներառված որոշ դրույթներ արտացոլում են Հայաստանում վերջին որոշ զարգացումներ։ Blank Spot-ը պարզել է, որ այս տվյալներն ստացվել են 2026 թվականի մարտից առաջ ռուսական հետախուզական ծառայությունների հետ կապված անձի օգտահաշվի վրա հաքերային հարձակման արդյունքում։ Հայաստանում այդ անձը մասնակցել է համաժողովների և սեմինարների, հանդիպել ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ, նաև պարբերաբար մեկնաբանություններ արել մամուլում։ Օղերձը նույնն է եղել։ Հայաստանը գնում է վտանգավոր ճանապարհով, հեռանալով Ռուսաստանից։ Ըստ փաստաթղթի, քարոզչական նման թեզերին հակազդելու անհրաժեշտությունը դրդեց Հայաստանի կառավարությանը 2025 թվականի դեկտեմբերին դիմել ԵՄ-ին, խնդրելով նույն աջակցությունը, որը տրամադրվել էր Մոլդովային, նախորդ տարվա խորհրդարանի ընտրության ժամանակ։ Կայքը մեջբերել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասի խոսքը, որի համաձայն Հայաստանի դեմ կիրառվում են նույն մեթոդները, ինչ Մոլդովայի դեմ։ Կասկածներ կան, որ նմանատիպ գործելաոճ է կիրառվել նաև հարևան Վրաստանի դեմ, որտեղ 2024 թվականի ընտրությունների ժամանակ ԵՄ-ին հատուկ աջակցության համար չեն դիմել։ Ապրիլին Մետան փակել է Facebook-ի մոտ 70 կեղծ համարված հաշիվ և էջ Հայաստանում։ Միևնույն ժամանակ, ռուս պաշտոնյաները բազմիցս մեղադրել են հայաստանյան քաղաքասարակությանը հակառուսական նարատիվներ տարածելու համար։ Փաստաթղթից պարզ է դառնում, որ սա դասական քարոզչություն չէ, այլ սոցիալական ինժեներիայի դրսևորում, որի նպատակն է անվստահություն և բևեռացում սերմանել հասարակության մեջ։ Blank Spot-ը նշում է, որ փորձ է արվում ազդել ոչ միայն մարդկանց մտածողության, այլև նրանց քաղաքական դիրքորոշումների և գործողությունների։ Պարբերականը ահազանգում է, որ այս արշավն իրականացվում է բավականին համակարգված ձևով։ Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան։